можете приезжать. Шляпу сними. На белом свете, там, где всегда мороз, трутся спиной медведи, а земную ось мимо плывут столетия, как подо льдом моря, трутся об ось медведи, вертится земля. Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն Վանցխիպը հրապարակել է ազգային թիմի կազմը, որը կնախապատրաստվի ազգերի լիգայի փլեյօֆի շրջանակում Վրաստանի հետ սկզբունքային Կովկասյան դերբիին։ Ցավոք ունեն կորուստներ։ Վնասվածքների պատճառով ազգային թիմին կարևոր դիմակայությունում չեն օգնի Էդուարդ Սպերցյանը, Անդրեյ Կալիսիրը, Հովանես Հարությունյանը եւ Բրիասկո Բալեկյանը։ Հավաքականի առաջատարներից Լուկաս Սելարայանը բաց կթողնի հավաքը ընտանեկան խնդիրների պատճառով։ Իսկ Սարգիս Ադամյանը հրաժարվել է միանալ ազգային թիմին եւ որոշել է ավարտել հավաքականում իր մրցելույթները։ Առաջիկա հավաքին չհրավիրված Խորեն Բայրամյանը Վանցխիպի խոսքերով գտնվում է իր դիտակետում եւ մոտ ապագայում կարող է վերադառնալ Հայաստանի հավաքական։ Խոսելով նաև մրցակցի կորուստներից պետք է ընդգծենք, որ Երևանյան հանդիպումը որակազդկման պատճառով բաց կթողնեն վրացիների առաջատարներից Խվիչա Կվարացխելյան եւ թիմի ավագ Գուրամ Կաշյան։ Կազմում կան նաև ուրախալի քամբեքներ եւ երիտասարդ նորեկներ։ Որոշակի ընդմիջումից հետո ազգային թիմ են վերադարձել ֆանտաստիկ մրցաշրջան անցկացնող Տիգրան Բարսեղյանը եւ Ռումինիայում արդյունավետ գործողություններով աչքի ընկնող Նարեկ Գրիգորյանը։ Ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվել է ԱՄՆ-ից Ուրարտու տեղափոխված հեռանկարային հարձակվող Նիկոլաս Կալուկյանը, ում մասին պատմել էինք քորների նախորդ թողարկման ընթացքում։ Ցանկում են նաև ԲԿՄ-ի 18-ամյա պաշտպան Պետիկ Մանուկյանը եւ 20-ամյա հարձակվող Արայիկ Էլոյանը։ Թե Երևանյան եւ թե Թբիլիսյան խաղերի տոմսերը սպառվել են մեկ օրվա ընթացքում։ Yes, dance L gitay. Առաջիկա դիմակայությանն ընթരാճ Գոռ Մանվելյանը մասնակցեց հավաքականի 3-րդ ոճային խաղաշապիկի ներկայացմանը։ Մրցակիցներին կդիմակայենք նաև Կապուտակ Սևանի ալիքներով։ Դե իսկ մեր մշակույթին եւ նիստուկացին ծանոթացող Ջոն Վանցխիպն Instagram-ն էջում կիսվել է իր հայաստանյան առօրյայով։ Ազնավուր ֆուտբոլ, ազգային ուտեստներ եւ պարեր։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչ մարզավիճակում են մեր ուժեղ տղերքը։ Ազգային թիմ վերադարձած Տիգրան Բարսեղյանը շարունակում է գոլային հիթ շքերթը Սլովակիայում։ Տիկո Բրատիսլավսկին նախ դուբլ է ձևակերպել Կոշիցեի հետ առաջնության խաղում, ապա հաղթական գոլ է խփել նույն Կոշիցեին արդեն գավաթի խաղարկությունում, Սլովանին դուրս բերելով կիսա եզրափակիչ։ Իդեպ հեղինակավոր CIES Football Observatory-ի վարկածով Հայրեն Բարկուն ընդգրկվել է լավագույն հարձակվողական ոճի ֆուտբոլիստների 100-յակում։ Էդգար Սևեկյանը եւ Նաիր Տիկնիզյանը Լոկոմոտիվի կազմում մասնակցել են Մախաչկալայի Դինամոյի հետ գավաթային հանդիպման հաղթական գոլային գրոհին։
Արթուր Սերոփյանը պաշտոնական նորամուտն է նշել Տիրասպոլի Շերիֆի կազմում։ Հայ վինգերը գեղեցիկ անցումի արդյունքում դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Մոլդովայի բազմակի չեմպիոնը 3 անպատասխան գնդակ է ուղարկել Սպարտանի իդարպասը։ Գեորգի Հարությունյանն առանց փոխարինման մասնակցում է հունգարական Պուշկաշ ակադեմիայի բոլոր խաղերին, իսկ Վահան Բիչաղչյանը լեհական Լեգիայի կազմում հաղթահարեց նորվեգական Մոլդեի արգելքը եւ Վարշավան ներկայացնող թիմի կազմում դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ եզրափակիչ, որտեղ կմրցի Լոնդոնի Չելսիի հետ։ Ամենահայ նիգերացի ուգուչուկվու Իվուն Ռուբինի կազում մասնակցել է Մոսկվայի Սպարտակի հետ հաղթական խաղին, ավանդաբար առանց փոխարինման։ Դե իսկ Նոայի պաշտպան Հովանես Համբարձումենը պրոֆեսիոնալ կարիերայում հոբելյանական 500-րդ խաղն է անցկացրել։ Իսկական ֆուտբոլային սթրայք։ Այսօր իմորն է ուղղակի։ Դե ինչ, պատրաստ եք ֆուտբոլային ճակատամարտին, հայեր ջան։ Պատրաստ եք։ Պատրաստ եք։ Առաջ Հայաստան։ Hey, I said I shake it to the east, shake it to the west. If you shake it on me, you get diamond in baguettes. Toot that ass up. Toot that ass up. I say you know that I'm a freak, sucking dick, get me wet. I post bikini pics and I be fucking up the net. Toot that ass up. Toot that ass up. Hey, I said let's make it to Ramada. All about $1, Spanish and French. Muy Balenciaga, diamonds on my collar, but I could've bought a chopper. I'm a sniper, I'm a threat to everybody, baby mama. Toot that ass, toot that ass. If you a ball player, I'm tryna recruit that ass. Said I taste like ice cream, he wanna scoop that ass. Turn around, do the brown, Uncle Luke that ass. Հետևողական, սրտացավ եւ պրոֆեսիոնալ աշխատանքը որպես կանոն տալիս է իր պտուղները։ Վերոնշյալը վերաբերում է ֆուտզալի Հայաստանի հավաքականին, որը պատմական հաջողության հասավ, նվաճելով UEFA ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը դարձավ Հայաստանի պատմության ընթացքում նման հաջողություն գրանցած առաջին հավաքականը։ Տարածությունները լավ է աշխատում Խրոմիխը Նիկիտա Խրոմիխ Մեքսիկո Վճռորոշ խաղում էր ֆուտզալի ազգային թիմը Երևանում 4-2 հաշվով առավելության հասավ Եվրոպայի ուժեղագույն թիմերից Ղազախստանի հավաքականի նկատմամբ եւ 16 միավորով որակավորման հիմնական փուլում գրավելով առաջին տեղը նվաճեց Բաղձալի ուղեգիրը։ Գրում է Հայաստանի հավաքականը Նևեդրով գոլ Եվրո 2026-ի եզրափակիչ փուլը կկայանա հաջորդ տարվա հունվարի 18-ից փետրվարի 8-ը Լիտվայում եւ Լատվիայում։ Նշենք նաեւ, որ ֆուտզալի Հայաստանի հավաքականը առաջադիմեց UEFA-ի վարկանիշային աղյուսակում, բարձրանալով 13-րդ տեղ ամբողջ Եվրոպայում։ Տանտայետ կենտրոնով առաջ է շարժվում Ալբերտինյո Աղջանով Ալբերտ Աղջանով Բրավո Նազարեթյան, բրավո Տղերք ջան, առաջ Հայաստան։ Եկեք իրականություն է ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճում է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Վայելեք ընկերներ, վայելեք այնպես ինչպես հիմա վայելում են մեր տղաները, մեր մարզիչները։ Չկա բառեր այլևս, ուղղակի պետք է հիանալ։ Պետք է հոդեկայց սապարել այս տղաներին։
Դե իսկ որպես վերջաբան մրցույթ մեր սիրելի երկրպագուների համար։ Այս թողարկման YouTube-ն մեկնաբանություններում կիսվի սպասելիքներով Հայաստանի եւ Վրաստանի միջև առաջիկա ֆուտբոլային դիմակայությունից։ Պատահականության սկզբունքով ընտրված հաղթողը կստանա քորների եւ արենա սպորտի համատեղ մրցանակը։ Արգենտինայում գործող հայկական Դեպորտիվո Արմենիո ակումբի ազնավուր խաղաշապիկը։ Մրցույթի վերջնաժամկետը մարտի 19-ն է, ժամը 19:00։ Vamos Armenia!